Ամենակարևորը զեկույցն է, որը գտնվում է Գաղտնի մասում։ Ես ուրախ եմ, որ երրորդ մեծ նախագիծն է, որ իմ գլխավորությամբ տեղի ունեցել։ Դա մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցներն են, դա քառօրյա պատերազմի զեկույցն է, 44-օրյա պատերազմի զեկույցը։ Ես կարծում եմ, այն խմբերը, որ ես ղեկավարել եմ, նրանք թողել են մնայուն արժեքներ, փաստարկների հավաքագրում, որը որ մեծ արժեք հայրանից ներկայացնում դասեր քաղելու առումով։ Մարտի 1-ը փառք Աստծո միեդի որոշման միջոցով հնարավոր եղավ վստահաբար ասել, որ մարտի 1-ը բացահայտվեց։ Պարոն Քոչարյանը, բաց Եվ սպասում եմ հաջորդ թիվ։ Հիմա խոսքը գնում էր հոկտեմբերի 27-ի հետ կապված, 27-ի մասին, այստեղ բազմաթիվ հարցադրումներ եղավ, ձեր գործընկերները իմ կողմից շատ հարգված, մի քիչ այլ անկյունից էին մոտենում, ես կարողացա բացատրեմ, որ իմ դժգոհությունը ոչ թե որևէ մի անձից է, իմ դժգոհությունը այն կառույցից է, որը պետք է վերահսկեր այս բացահայտման ամբողջ գործընթացը, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ մեր ձեռքում կա պարոն Ջանգիրյանի կողմից իրականացված քննչական խմբի բավականին լուրջ նյութեր, որը հիմքը հանդիսանալու հոկտեմբերի 28-ի բացահայտման եւ իմ դժգոհությունը դրա մեջ է։ Եվ եթե մենք դա չենք նայում, ես գիտեմ, որ ներկայիս գործող խումբը շատ լավ ծանոթացել է, ծանոթանում է եւ գիտի բարդությունները եւ ինչքան հասկանում եմ, չի կարա գոնե այսպես փորձագիտական շփումներ ունենա պարոն Ջանգիրյանի եւ քննչական խմբի մյուս անդամների հետ։ Ասեմ ձեզ, ես էլ շատ լավ ընկերներ եմ ունեցել, նաեւ կորցրել ենք այդտեղ քննչական խմբում որը Կարման Եղվանի հայրը, որ այդ խմբի շատ լավ քննիչ է եղել, մահացել է, բայց նաեւ հիշողություններ կան, որը արձանագրված է։ Բացահայտման համար բոլոր հիմքերը կան։ Ոնց որ մարտի 1-ը, տես 17.5 տարի հետո իր ճանապարհը գտավ։ Բոլոր ճանապարհները, եթե անկեղծ դրված են որևէ փաստարկված նյութի մեջ, նա անպայման շուտ թե ուշ իր արդյունքը տալու է։ Տիկին Բախշյանի Ես Տիկին Բախշյանի հետ, եթե նկատեցիք, Տիկին Բախշյանի հետ ես զրույց ունեցա եւ նաեւ իմ պատկերացումները կիսվեցի, նաեւ եթե նկատեցիք տարեկան զեկույցի ընթացքում ես բավականին փաստարկված մեջբերումներ եմ արել կոնկրետ նախորդ քրեական գործում Ջանգիրյանի խմբի կողմից իրացված մարդկանց եւ նրանց այսօրվա անհայտացման, բաների հետ կապված, ուր Ալիկ Հարությունյանը։ Պարոն Քոչարյան, հանգիստ, մի րոպե, ուր Ուզունյանը։ Դատավորը։ Ով արագացրեց այս process-ը։ Այնպես սեկտը բացվեց, հա։ Ալիկ այդպես է լավ առանց որևէ մեղադրանքի գնաց։ Ուր Աղվան Գառնիկիչը։ Գլխավոր դատախազը իր ձեռքով է բոլոր այս բաները, գլխավոր մեղադրող ինքն է։ Այն էլ ողջ առողջ պատտվում է թանկարժեք մեքենաներով։ Ինչպես։ դատարան է գալիս քրեական։ Ես երբ որ ամեն անգամ Սարյան փողոցով գնում եմ եւ վերջերս էլ ֆակտորում երբ որ հարցազրույց տալի ժամանակ կար եւ պատուհանից նայում էի իր շքեղ առանձնատներից մեկը եւ բազմահարկ շենքի այն հատվածը, որ ինքը ծակել մտել էր, որպեսի սպորտով էր զբաղվի, ես հարց առաջանում։ Դատախազության դռները պաչելուց ինչ զգացմունքներ ուներ։ Հասկանում եք, այստեղ է խնդիրները, մարդիկ կան եւ պետքա այդ հարցերը ոչ միայն ուղղել, այլ նաեւ իրանք կարողանան այս ծանր հարցերի պատասխանները տալ։ Պարոն Քոչարյան, դատախազությունը, որը Ոչ մի։ Այն ապրումները, որ ունենք, ասենք ես, հիմա երբ որ ես Վասկով գնացի Եռաբլուր, որտեղ այսօր բյուջեի քննարկում էր եւ որպես կանոն ամեն տարի բյուջեն համընկնում է հոկտեմբերի 27-ի։ Հետո Վասկով գնացի Կարեն Սերոբիչի գերեզման, հետո Վասկով եկա այստեղ 27-ի խորհուրդ է, դուք չգիտեմ, դուք այն սերունդն եք, որ դրա ամբողջ բանը չեք գուրեցել զգում, թե ինչ արժեցավ մեր պետության համար։ Եվ չբացահայտված լինելը ինչ է արժենում մեր երկրի համար։ Տեսեք, այս տարի էլի նույն հարցն է գալի։ Ինչ կլիներ, եթե հոկտեմբերի 27 չլիներ։ Շատ լավ կլիներ, եթե չլիներ։ Բայց նաև հոկտեմբերի 28-ի բացահայտումը մեծ հնարավորություն է տալի առաջ արժվելու։ Ես էլի մեջբերում կանեմ Մեծան Մաթեոսյանի խոսքերից։ Հոկտեմբերի 27-ը պետք է բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին։ Այ մենք դա չկարողացանք, որտեղ բազմաթիվ խնդիրներ կան իրավական համակարգում եւ նրա մեջ ծառայող մարդկանց անտարբերության մեջ, որը չի տալի հնարավորություն գնալ այդ ճանապարհով եւ կարեւորությունից ելնելով օր առաջ հոգի դնել եւ հասնել այդ բացահայտման ունենալով այսքան մեծ հնարավորություն։ Պարոն Քոչարյան, այս ցուցակը ձեզ ծանոթ է, այստեղ նաև ձեր անունն է։ Այո, այդտեղ էլի անուններ կան, ինչ եք զարմանում։ Ինչ ցուցակ է դա։ Ցուցակը ով որ տվել է ձեզ։ Մեկ կանչեք Ռոբերտ Քոչարյան, ասես ցուցակը ով է ձեզ տվել։ Դուք չեք տվել։ Ոչ։
Իսկ ձերանով գրեց։ Ձերանունը Թող Ռոբերտ Քոչարյանն ասի, իրենք այսքան տարի ինչի չեն բացահայտեցու, ինչ ցուցակ է, բայց չէ որ այս ցուցակը մեկ այլ բան էլ կարող է լինել, երկիրը գտնվում էր կոլապսի մեջ, եւ շատ հնարավոր է ցուցակը, որ կազմվել է, այդ կազմողները նպատակ ունեին կանխել հետագա զարգացումները, բայց բանակին չէր շրջապատել քաղաքը։ Ձեզ թվում էր Նայիրի Հունյանյանը մտածել են մարդիկ, որ կարող է այս խումբը չբավարարվեր դրանով։ Այդ ցուցակը այդ կարմիր գույներով ցույց տուր մի հատ։ Դու որ թերթնես։ տրիբյուն եմ։ Տրիբյուն, խնդրում եմ տրիբյունի տեսանկյունից, նաև գնահատես, որ այս ցուցակի մեջ, նաև հարցեր կան, որ ուղղի Ռոբերտ Քոչարյանին։ Այո, ես եղել եմ այդ սենյակ, մտել եմ, որտեղ այս ցուցակը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի, բայց ես չեմ էլ իմացել, որ իմ անունը դեռ կա։ Կներես, այդպես է եղել իրականությունը։ Հիմա ես շատ խոսվեց, ինչքան ուզում են խոսեն, բայց եթե ցուցակը այդքան կարևոր էր, 20 տարուց ավել գուցե իրանք իշխանություն են։ Այդ ցուցակով ինչի մեջ չեն հարցակվել։ Հարցը չէ առաջանում։ Ընկեր Ռոբերտ Սեթրակովիչը, այդ ցուցակը որ սրտի մոտ պահում էր, այդ պահում էր որ օրվա համար, որ տրիբյունը հանի այ կարմիր գրած, բացահայտեք եւ գրողին, եւ նպատակները խիստ կարող կարծում եմ պետական են։ Ուրիշ։ Ինչպես դուք չեք իմացել, պարոն Քոչարյան, ձեզ Ես ամեն ինչ գիտեմ ձեր մասին, բայց ցուցակի մասին չեմ։ Տվել փոխնախարարի։ Լսի, ես ավելի բարձր պաշտոններ եմ, դու խաբար ես։ Ես այլ բան եմ ասում, ինչպես կարային առանց ձեր իմանալու ձեր անունը գրեին այդ ցուցակ։ Շատ հանգիստ։ Շատ հանգիստ, ինչ կա։ Հիմա եթե ես քո անունը գրեմ, չգիտեմ։ Տեզերագնացների ցուցակում, վատ բան կլինի, չէ։ Ուրիշ։ Պարոն Քոչարյան քիչ առաջ Ես չեմ ուզում։ հայտարարեց, որ օրվա իշխանությունը տեղյակ է եղել սպասվող ահաբեկչության Ոչ։ եւ նշեց Այս սպասվող որ կար, հիմա Ոչ, այդ օրը 1999 թվականին գործող իշխանությունից ով էր։ օրվա իշխանությունը տեղյակ է եղել սպասվող ահաբեկչության մասին։ Հա, հիմա ես ձեզ մի բան էլ ասեմ։ Հիշում եք այդ։ Դուք մոռանում եք ես ինչ պաշտոն եմ զբաղեցնում, ասա։ Փոխնախարար չէ։ Ոչ, ավելի բարձր է, ինչ ես ասում։ Այդքան էլ չէ ճշտել։ Ոչ, Դե ասեք։ ես չեմ ասելու լրագրող ես գնա ճշտի։ Ես եղել եմ վարչապետ Վազգեն Սարգսյանի խորհրդական անվտանգության բոլոր մարմինների եւ կադրային քաղաքական Խորհրդական ակտիվ։ եք եղել։ Դա սովորական խորհրդական չէ, լավ չպատկերացրու։ Կիսում եք տեսակետը, պարոն Քոչարյան, Ասեմ օրվա ձեզ։ իշխանությունը տեղյակ է եղել եւ Օրվա իշխանությունը, եթե նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը, ես կարող եմ ասել, որ քննության ընթացքում պարզվեց ազգային անվտանգության ծառայության որոշ դրվագներ, որը վարում էր քննիչներից մեկը, եւ այդ քննիչի նկատմամբ Աղվան Հովսեփյանը քրեական գործ հարուցեց։ Դա լավագույն մեր քննիչներից մեկն էր, անուն հիմա չտամ, որովհետեւ այդ մարդու կյանքը չուտեք, բայց այդ մարդը կա եւ այդ մարդը քննիչը, երբ որ մոտեցավ անվտանգության մարմիններում հատկապես Ալիկ Հարությունյանին հոգեմետ դեղ տալու գիշերվա դրվագին, այդտեղ սկսվեց այ խառնաշփոթ։ Ուզում ասեմ, բանը հոկտեմբերի 20-ի բացահայտման համար բոլոր պայմանները այսօր էլ առկա են։ Շատերը մահացան անհասկանալի, ուրեմն բանով, Բժիշկը, Մովսիսյանը եւ էլի էլեկտրահարվեց, քերին կախվեց, քերին, որը իրեք ինչ ճանապարհ անցել։ Քերին ուրեմն եղել է սկաուտ, հետո դաշնակցություն եւ կախվում է։ Դա չի Պարոն Քոչարյան, նաև տեսակետ կա, քանի հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել։ Չի կարա չբացահայտվի։ Գլխին կախված է նոր հոկտեմբերի 27-ի Շատ աքսիոմատիկ, ճիշտ բաներ եք ասում։ Դրա համար երբ որ Մեծան Մաթեոսյան ասում 27-ը պետք է բացահայտվի։ Դրա շատ մեծ իմաստ կար։ Այո, պետք է բացահայտվի եւ այս տարի էլ եթե չի բացահայտվում, ելի մեր ակնկալիքները մնում են հեռվում։ Բայց երբ որ ես ասում եմ, որ գլխավոր դատախազությունը ունի անելիք, թող չնեղանան որևէ մեկը, ոչ էլ դրա մեջ վատ բան տեսնեն։ Չնայած ոնց որ թե մենակ ժողովուրդն էր վատ բան տեսել, մեկ էլ տրիբյունը։ Դա ցուցակը լավ կարմիր գույնով, կարաս կապտացնես, այդ ցուցակը մի կոպիկ արժեք չունի։ Շնորհակալություն։ Լրագրողը չի կարմրացրել, այդպես Դա տարածվում։ ինչքան է սիրում դու մտնես խոսակցության։ Բայց չէ Տիկին թիրախավորը։ ես քեզ եմ թիրախավորում։ Չէ, գործ։ Ինչ տարբեր։ Գործընկեր, բայց ում եմ թիրախավորը։ Չէ, դու շատ գեղեցիկ աղջիկ ես եւ նոր ես ճանապարհ հարցում քո լրագրողական աշխատանքի համար։ Իսկ ես պարզապես նաեւ տողատակերում մեծ խորհուրդ տվեցի։ Շնորհակալ։ Պարոն Քոչարյան, 44 Բաց մաս էս բան չունի, որտեղ ես եկուցի օրողարկել եմ ազգային ժողովի նախագահին, գրված է հույս գաղտնի, բայց երբ որ ես լիագումար նիստում ելույթ կունենամ, կամ կունենամ, եւ այնտեղ բնականաբար եզրակացությունը կարծում եմ մեր հասարակության եւ մեր բոլոր կառույցների համար շատ կարեւոր եզրահանգումներ է, որի տակ դրված են հսկայական փաստեր
Այդ փաստերը հիմա մենք տեղափոխում ենք առաջին բաժին, որովհետև դուք ով եք։ Հա։ Ես ուրախ կլինեմ, որ ծանոթանաք, եթե ունեք թույլտվություն։ Ասեմ ձեզ, բաց հատվածը պետք է տարանջատվեր։ Եվ մի գաղտնիք էլ ասեմ, ես իմ ելույթը կազմել եմ երկու մասից՝ բաց եւ փակ։ Եվ բաց մասը, եթե ես խոսեի, այդտեղ կներկայացնեի այն բոլոր 45 կետերը, որը եզրահանգուման տեսքով ներկայացված է զեկույցի մեջ։ Նաև փակ մասում, որտեղ կան այնպիսի փաստեր, որը դեռ շատ տարիներ փակ կմնան, դա բնականաբար ոչ մեկի իրավասու չի, դա բաց է, ոնց որ ասենք շատ զեկույցներ տարբեր երկրներում, շատ լավ օրինակ կա, քննադու սպանություն, կարծեմ 40 թվականին է բացվել։ Պարոն Քոչարյան, ինչու երեք Նիկոլ Փաշինյանի հետ չէիք եկել Հովանավանք։ Բազմաթիվ падգամավորներ, պաշտոնյաներ։ Բազմաթիվ անունները խնդրում եմ ասեք։ Գևորգ Պապոյանը, Ալխաս Ղազարյանը։ Արմեն Խաչատրյանը մեր բոլորի փոխարեն գնացել էր, ինչ որտեղ։ Արմեն Խաչատրյանն էր ձեր մեղքերի փոխարեն, օրինակ պատարագին։ Չէ, իմ մեղքերը ինձանից բացի ոչ մեկը չի կարող բան անի, հա, տնօրինի։ Շատ են դրանք։ Դրանք ես չեմ որոշում, ոչ էլ դուք։ Դուք կարող եք հնչեցնել։ Դուք ձեր բոլոր հարցերին մի ստացել եք սպառիչ պատասխան, բայց դուք ցանկանում եք աչանքնի, ծախանքնի, ստակից վերից չի ստացվել այդպես։ Այդպես եթե թեման 27-ն եկեք խոսենք 27-ից։ Ինչու եկեղեցի չեմ գնացել, կարող եմ մյուս անգամ գնամ։ Վերջին աշուն մի մոռացեք, որ ես եկեղեցու հետ նաև այնպեսի մի վարքան։ Ես որոշել եմ նաև հաշվանդամների մի խումբ էլ կազմակերպեմ դեպի Երուսաղեմ։ Դու գիտեք ինչքանի խմբեր եմ տարել ես։ Տեղակ եք։ Բա հիմա էլ եմ տանելու, դա եկեղեցի չի, դա առաքել մեր սուրբ առաքելական եկեղեցու 3 թևերից մեկը չի, պատերակցությունը Երուսաղեմ։ Պարզապես Փաշինյանը կոչ էր արել, որ միանալու է։ Շատ լավ, ով որ կարողացել միացել էր, շատ լավ է։ Կասկածներ առաջացնում, Ախ դուք բոլորդ հավաքվեցիք, կասկածները արձանագրեցիք։ Հա, տենց։ Պատարակի հետ Հաշվառում եք արել, դուք ինչ իրավունք ունեք մտնեք մեր անձնական կյանք։ Նայեք ով գնաց, ով չգնաց։ Լուրջ նկատել եք, կարող ես ընտեղ եմ եղել։ Ռուզաննա, մի կեղծիք ես, կարող չեք տեսել, կարող ես կերպարանա փոխված եմ։ Լուրջ ես ասում, այդքան հեշտ է ինձանից հարցազրույց վերցնել։ Եկել եք դա կեղծ պատարակ համարում, քանի որ կարգալից եղած քահանան իրականացրել։ Դուք շատ վատ հարց տվեցիք։ Երբ որ դուք եկեղեցու մեջ եք, այդ հարցերը պետք է չտաք։ Դուք եկեղեցի որ գնում եք, մասնակցում եք հաղորդակցման պրոցեսին, հա? Հաղորդություն ստանում եք, բան չեք այդ հարցը տանում։